Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր եւս կսովորենք նոր հնչյունի տառերը։ Տեսնենք, որ տառն ենք սովորելու։ Նկարում պատկերված է դելֆին, բառասկզբում ինչ ենք լսում դ։ Արտասանենք դն դ։ Նկատում ենք, որ դն բաղաձայն հնչյուն է։ Տպակիր մեծատառ դ, տպակիր փոքրատառ դ։ Ձեռագիր մեծատառ դ, ձեռագիր փոքրատառ դ։ Տեսնենք, որ տառի մասնիկներին է նման։ Եթե գծիկը մեծատառի երկարացնենք մինչև տողը եւ փակենք ներքևի քիծը, տողատակի քիծը, կստանանք մեծատառ ռ։ Իսկ փոքրատառը նորից գծիկը փակելու դեպքում տողից ներքև քիծը եթե չլինի, կլինի փոքրատառ ռ։ Դելֆին բառասկզբում լսում ենք դ։ Այժմ խաղում ենք ով ավելի շատ խաղը։ Ինչպես միշտ, սկզբում ասում ենք բառասկզբում դ պարունակող բառեր։ Դահուկներ, դույլ, դուռ, դղյակ, դհոլ, դեղց, դեղին, դաս, դասարան եւ այլն։ Հաջորդը ասում ենք բառավերջում դ ունեցող բառեր։ Բադ, սարդ, մարդ, վարդ, զարդ, գունդ եւ այլն։ Ամենավերջում ասում ենք բառամիջում դ պարունակող բառեր կամ բառեր, որոնց բառասկզբում էլ է դ։ Դուդուկ, գնդակ, արտուկ, ճակնդեղ, ադամանդ, բարդի, արտար, դդում, դդմիկ եւ այլն։ Առաջադրանք երկուսը կարդանք դ պարունակող 5 բառեր։ Դարպաս, սարդ, դահլիճ, գնդակ, կարկանդակ։ Հանդիպում վերնագրով պատմություն պիտի հորինենք։ Երեխաները մանրամասն նայում են նկարում պատկերված կենդանիներին, թռչուններին, միջատներին, ծաղիկներին, բույսերին եւ հորինում են պատմություն, ինչպես են հանդիպում բակում կենդանիները։ Դավիթենց բակում հանդիպեցին ընտանի կենդանիներն ու թռչունները։ Կատուն նստել է ավանակին եւ թիթեռ է որսում։ Միգուցե ճանճ է կամ մեղու է, երեխան իր տեսողությամբ, իր պատկերացմամբ է ասում։ Թիթեռները թռչկոտում են ծաղիկների մոտ։ Հնդկահավը հետևում է թիթեռներին։ Դույլով ջուրը դրված է շնիկի դիմաց։ Սագիկը փնտրում է բադերին։ Դեղին արևածաղիկները շուռ են եկել դեպի արևը։ Ցանկապատի մոտ հարևան շնիկը հետևում է ընկերներին։ Երեխաները կարող են իրենց պատկերացման պատմել, աշխատելով հնարավորինս շատ օգտագործել դ պարունակող բառեր։ Մեկական տող ձեռագիր փոքրատառ դ, ձեռագիր մեծատառ դ գրելուց հետո փորձում ենք դդմի սերմերով պատրաստել տպակիր դ մեծատառ, տպակիր դ փոքրատառ։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Նորից խաղ ենք խաղալու երեխաներ։ Գիտեք չէ, որ խաղի միջոցով ավելի լավ եք սովորելու։ Խաղը կոչվում է բառ քամոցի։ Տրված է դասագիրք բառը, նրա բոլոր տառերն օգտագործելով մենք կարող ենք ստանալ նոր բառեր։ Օրինակ՝ դաս, սա, դա, սակ, ասա, ագի, ագին պոչն է երեխաներ, իր, գիր, գիրք, սար, սարդ, քար, դար, գարի, արագ, սարք, սիկ։ Այժմ կարդում ենք դհոլ դասը։ Նայում ենք նկարում պատկերված է դհոլ եւ զուռնա։ Դհոլը հարվածային երաժշտական գործիք է, իսկ զուռնան փողային երաժշտական գործիք։ Դհոլը հարվածային նվագարան է։ Այն պատրաստվում է փայտից կամ մետաղից։ Դրա վրա քաշում են այծի կամ հորտի մշակված կաշի։ Հայերը հարսին ու փեսային դիմավորում են
զուռնայով ու դհոլով։ 6-րդ առաջադրանքը պետք է կազմենք նախադասություններ։ Նկարում պատկերված է սարդ, դանակ և բադ, այսինքն մեր նախադասությունները պետք է պարունակեն առաջին նախադասությունը սարդ բառը, երկրորդը դանակ, երրորդը բադ։ Երեխաներին կազմել տվեք նախադասությունը, թե հետո իրենց կազմած նախադասությունը գրել։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։